Դե ինչի մասին, որ հիմա կուզենամ խոսամ, ինձանից երևի ժամանակ է խլելու, այստեղ կանգնած խլելը կասեմ լավ առումով, որտեղ ես են կետնա, որտեղից ասում են բաներ, որոնց մեջ հպարտություն կա։ Ես հիմա կարող եմ խոսալ մեր իշխանության մասին, բայց իրանց մասին չեմ խոսում, որտեղ իրանք իմ համար արդեն չկան։ Ես կուզենամ խոսամ այն մարդկանց մասին, ովքեր դրանց ձեռքով բանտարկված են։ Ես ուզում եմ ողջունել մեր քաղաքբանտարկյալներին, ուզում եմ ասել, որ մենք իրենց կողքին ենք, հոգեպես եւ ֆիզիկապես դեռ բան չեն կարողանում անել, բայց ամեն ինչ արժևում է։ Տղեկ, բոլորիդ եմ դիմում, անուն առանուն չեմ ասում, ես ձեզ ասում եմ տղերք, որտեղ դուք բոլորդ եք տղա եք։ Պինդ եղեք ամենակարևորը, որովհետև ձեր առաջին հերթին ձեր վաղվա հաղթանակը արժևում է, ու ոչ միայն ես եմ հավատում, այլ շատ-շատերը առավել ևս դուք։ Ձեզ ողջություն, պինդ եղեք։ Ես նույնիսկ ժամանակից շուտ ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր վաղվա հաղթանակի առթիվ։ Ուզում եմ ասել, որ դա մոտերքում է։ Ձեր յուրաքանչյուր քայլը այսօր այն փոքր հպարտությունն է, որ ամեն մեկս մեր մեջ կրում ենք։ Իհարկե դրանից դուք եք տուժվել, բայց ներողություն եմ խնդրում, որ ձեր համար այսպես շատ քիչ բան եք անում, բայց ամեն դեպքում շուտով նոր տարի է։ Գիտեմ յուրաքանչյուրդ կուզենաք լինել ձեր օջախում, որովհետև ձեր օջախը ձեր համար թանկ է, ինչպես նաև հայրենիքը։ Բայց ես ինձ թույլ եմ տալիս շնորհավորեմ ձեզ, որովհետև ամենակարևորը այն ինչ որ հիմա ձեր երևակայության ու ձեր ուղեղում կա, ու հիմա տեսնում եք։ Տասված որ այդպես է կլինի, որ դուք նոր տարվան դուք դա կվայելեք ու ինքներդ արդեն ազատության մեջ կվայելեք այդ ամեն ինչի, ինչի մասին դուք գոնե մի րոպե երազել եք կամ պատկերացրել եք։ Ձեզ ամենակարևորը առողջություն, ուժեղ լինեք, ու մենք ձեզ սպասում ենք։ Ուզում եմ նաև շնորհավորեմ մեր ազգի գալիք նոր տարին։ Ուզում եմ բոլորի դեմքին տեսնեմ ժպիտ ու այն ամենակորցրած թանկ բանը, որի կարիքը մենք ունենք, այդ մեր հպարտությունն է, որը ոմանք ամեն ինչ արեցին, որ դա չլիներ, բայց դա լինելու է, ու ես համոզված եմ, որ 26 թվին ամեն մեկս այդ մեր թանկ հպարտությունը գրկելով ապրելու ենք, ու այդ հպարտության միջոցով ավելի լավ կճանաչենք դավաճաններին։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, ուրախ տարի բոլորիս, Աստծո մեր հետ, մեր եկեղեցու առաքելական եկեղեցու օրհնությունը մեր հետ, ու եկեղեցուն եմ ուզում մաղթեմ, այն իսկական եկեղեցականներին ուզում եմ մաղթեմ, ձեզ նույնպես համբերություն։ Գիտեմ դուք չեք սիրում երթվել, բայց ամեն դեպքում երթվելու անպատի արև լավա լինելու։ Սա ուղղակի հումորի կարգով, որովհետև ժպիտը թող մեզանից անպակաս լինի։ Հա մեկ էլ հիշեք, որ մենք տեղ ունենք բարձրանալու։ Այսօր գնում ենք ճանապարհին հպարտանում ենք, բայց երբ որ հասնում ենք այդտեղ, մեր ասելիքը վերջանում է, կծկվում ենք։ Այդ եռաբլուրն է, ու գիտեմ, որ վաղ միսօր երբ որ բարձրանանք այնտեղ, այդ տղերքին ասելու բան ունենք։ Իհարկե ներողություն խնդրելուց հետո։ Խոսքով սիրում եմ ձեզ բոլորիդ, լավ եղեք, պինդ միասին։